Բարի երեկո։ Ստացվեց այնպես, որ փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ հիմնովին փոխվեց իրավիճակը հայաստանյան ներքաղաքական կյանքում, տարաձայնություններ առաջացան ոչ միայն միջկուսակցական, այլև ներկուսակցական հարթության մեջ, այդ տարաձայնություններից, խնդիրներից անմասն չմնաց նաև ժառանգություն կուսակցությունը այն բանից հետո, երբ կուսակցության փոխնախագահը եւ ազգային ժողովի խմբակցության ղեկավարը այցելեցին Բաղրամյան 26 եւ հանդիպում ունեցան նախագահի հետ քննարկեցին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Սա երկրի հարցի ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։ Բարի երեկո, պարոն Մարտիրոսյան։ Բարի երեկո, ես եթե կարելի միանգամից ուղղորդող խոսք ասեմ, մենք հայեցակարգ չենք քննարկել։ Մենք բացառապես քննարկել ենք այն առաջարկները, որ ժառանգությունը դեռևս անցած տարի իրականացել է Գարնանը եւ հետագայում սեպտեմբերի 15-ին թե 16-ին մենք ունեցանք խորհրդաժողով, խմբակցությունը խորհրդաժողով հրավիրեց, որին մասնակցեցին բոլոր խորհրդանական խմբակցությունները, այդ թվում նաեւ իշխանությունը, Հանրապետական կուսակցությունը եւ մասնագիտական հանձնաժողովի անդամները։ Լավ, հայեցակարգը չի քննարկվել, քննարկվել է ձեր բացառապես մեր առաջարկները։ Եվ հրավերքը եղել է Սերժ Սարգսյանի կողմից, ոչ թե մենք ենք դիմել, որ ընդունի, այլ ով ասաց, որ դուք եք դիմել։ Չէ, այտենց մեկ բաներ կա, ինֆորմացիա կա, որը իրականությանը չի համապատասխանում։ Լավ։ Մինչ այժմ դուք մեկնաբանություններ չէիք տալիս, կամ էլ եթե տալիս էիք, շատ զուսպ էիք այդ մեկնաբանությունների մեջ, թեև կուսակցությունից նաև ոչ այնքան զուսպ մեկնաբանություններ եղան ձեր եւ ձեր գործընկերոջ նկատմամբ, եւ ձեզ այդ հարցով դիմող լրագրողներին հորդորում եք սպասել մինչև կվերադառնա Միացյալ Նահանգներից կուսակցության առաջնորդը եւ դուք քննարկում կունենաք նոր պատրաստ կլինեք մեկնաբանությունների։ Հիմա արդեն առաջնորդը ձեր վերադարձել է, կարող ենք արդեն իմանալ թե ինչպես եղավ, ինչպես պատահեց, որ այդ այցը կայացավ, այդ հանդիպումը կայացավ, ում որոշումներ, դա ձեր որոշումներ որպես կուսակցության փոխնախագահ, ով առաջնորդի կուսակցության նախագահի բացակայության ժամանակ ստանձնում է նրա իրավունքները եւ պարտականությունները, թե վարչության որոշումներ, թե ընդհանրապես որոշում չկար, ինչպես պատահեց։ Այդտեղ մի փոքր սխալ ինֆորմացիա է գնացել, որ ցավոք սրտի լրագրողները մի քիչ խառնում են տերմինները երբեմն վարչության նիստ, վարչության խորհրդակցություն, խորհրդի նիստ, քանի որ տարբեր կուսակցությունները տարբեր մշտական գործող մարմիններ ունեն եւ տարբեր քննարկման ձևաչափեր ունեն, մեր պարագայում այս դեպքում մենք ընդհանրապես խորհրդակցություն արեցինք, խորհրդակցության արդյունքներից ելնելով ես որպես կուսակցության փոխնախագահ արդեն որոշում ընդունեցի, որ մեր առաջարկները ինչի մասին բարձրաձայնել ենք, ներկայացնենք նաև Սերժ Սարգսյանին եւ այստեղ, այսպես ասեմ, որևէ կանոնադրային խախտում չի եղել, որևէ խոշոր հաշվով մեծ խնդիր չի եղել։ Ես հասկանում եմ աղմուկ առաջացավ ընդամենը այն ամենի նկատմամբ, երևի թե այս մի որոշակի առումով մենք եւս սպասում ենք սա, բայց քավլիցի կարծում եմ եւ Ռուբեն Հակոբյանի քաղաքական կենսագրությունն է բավականին ներկայանալի եւ ես որոշակի հետագիծ ունեմ եւ եթե մենք ցանկանանք ինչ-որ ստվերային հարաբերություններ ունենանք իշխանության հետ, բնականաբար մենք հրապարակային դա չենք անի։ Սա հրապարակային հանդիպում էր, սա մեր առաջարկների մենք 5 կետից կազմված առաջարկներ ենք ներկայացրել, որոնց ընդունման դեպքում եւ միայն հնարավոր կլինի քննարկել մեր մասնակցությունը բովանդակային արդեն։ Հասկանալի է, ձեր առաջարկներին իհարկե մենք դեռ կգանք, հասնենք, բայց այս մինչև այդ եւս 1-2 հարց կապված հանդիպման հետ հասկանում եք, որովհետեւ աղմուկը բավական մեծ էր այդ հանդիպման հետ կապված։ Հանդիպումը տեղի ունեցավ Ռաֆի Հովհաննիսյանի գիտությամբ եւ համաձայնությամբ, թե հանդիպումը կայացավ, հետո նա տեղեկացավ, որ հանդիպել եք։ Ինքը, այսպես ասեմ, քանի որ Միացյալ Նահանգներ մեկնելու ճանապարհին էր, ընդամենը գիտեր, որ հնարավոր է այդպիսի հանդիպում։ Բայց հանդիպման մասին տեղեկացավ արդեն դրանից հետո։ Այսօր իր ասուլիսն է եղել, ես գիտեմ, որ նաև Մարիամը այնտեղ էր, Երկիր մեդիայից, ես համոզված եմ, որ լուրերում բավական լավ կմեկնաբանեք, ուստի եւ պարոն Հովհաննիսյանի մեկնաբանություններից հետո կարծում եմ այս հարցին անդրադառնալը այլևս տեղին չէ, առավել եւս որ առանց այդ ժառանգությունը շատ բաց կուսակցություն է, ի տարբերություն այլ կուսակցություններ նաև թեև ես չեմ ընդունում, ներքին խոհանոցը մեկ-մեկ դուրս է ելնում
Ես ավելի կողմնակից եմ, որ փակ լինի ներքին խոհանոցը, կուսակցական քննարկումները, կուսակցական ձևաչափումներ մնան, բայց ամենայն դեպս այնքան բաց են, որ հիմա մի փոքր, այսպես ասեմ, փակ լինելը մեզ չէր խանգարում։ Լավ, մենք լուրերում իհարկե արդեն անդրադարձել ենք եւ պիտի հարցնեմ մեթոդաբանական սխալներն ու չկշռակատված գործոնները դուք ընդունում եք, որ այս քայլում կային, ես այս ձևակերպումները Ռաֆայել Հովհաննիսյանի ասուլիսից նորից եմ կրկնում, ես չեմ մեկնաբանելու պարոն Հովհաննիսյանի այսօրվա խոսքերը, մենք կուսակցության ներսում քննարկում ունեցանք, կարծում եմ հետո էլի քննարկումներ կլինեն, որովհետև այնուամենայնիվ քաղաքական process-ները այդ ուղղությամբ շարժվում են եւ պարոն Հովհաննիսյանը իր ասուլիսի ժամանակ եւս անդրադարձավ դրան բավականին հետագայի հետ կապված քայլերին, ուստի եւ մի փոքր զերծ կմնամ այսօր այդ մեկնաբանություններից։ Իսկ Զարուհի Փոստանջյանի գնահատականների հետ կապված որ բավական կոշտ ասեց եւ երևի թե վիրավորական հնարավորություն ասեց, պարոն Հովհաննիսյանը դրա հետ կապված եւս պատասխանել է հարցերին եւ ես այստեղ եւ ոչ միայն այստեղ ընդհանրապես չեմ Դա ինքը չէր բացառում նաեւ ձեր ու Ռուբեն Հակոբյանի կուսակցությունից հեռացվելու դրա հետ կապված ընդհանրապես հարց չի քննարկվել։ Այսինքն հնարավոր չէ համարում։ Դրա հետ կապված ընդհանրապես հարց չէր քննարկվել։ Իսկ անկեղծորեն աչքի առաջ ունեիք այդ հանդիպումից առաջ, որ նման աղմուկ է բարձրանալու, որ հանրային հետաքրքրություն ու չգիտեմ ինչ որ գնահատականներ ոչ միայն կուսակցության ներսում, այլև հանրային ընկալման մեջ։ Կուսակցության ներսում ճիշտ ասած չէի սպասում, հանրային ընկալումների առումով որոշակի, բայց ավելի շատ մտածում ենք, որ քաղաքական, այսպես ասեմ, ընդդիմադիր դաշտի գործընկերների կողմից հնարավոր է նմանատիպ մոտեցում լինի, քանի որ ցավոք սրտի մեր ընդդիմությունը այսօր ավելի շատ պայքարում է այլ ընդդիմադիր ուժերի դեմ, ոչ թե իշխանության դեմ, իշխանություն վերցնելու, այլ փորձում է իր տեղը ընդդիմադիր դաշտում մի փոքր հաստատել։ Իսկ հասարակական արձագանքի մասով ազնվորեն ասեմ, որևէ մեկը մեզանում տիրող քաղաքական մշակույթի մակարդակը։ Նախ ասեմ, որ շատ ակտիվ եմ քաղաքացիների չփումների մեջ, ու ինձ որևէ մեկը չի ասել, թե այդ ինչի գնացի եւ այլ։ Հարց եղել է, թե ինչ են քննարկել։ Եվ ես իհարկե հասկանում եմ, որ հնարավոր է, որ ինչ-որ մի փորձեն ինչ-որ աժոտաժ ստեղծել, բայց կարծում եմ համենայն դեպս իմ կենսագրությունը դա թույլ չի տա, որ որևէ մեկը կասկածի, ինչպես ասում են այրամբ եմ գոնե ես ապացուցել իմ գործնեության սկզբունքային մոտեցումները եւ ցանկացած պարագայում եւս մի քանի այլ խնդիրներ կա, տեսեք։ Միջազգային հանրությունը ընդհանրապես հատկապես եվրոպացիները, ովքեր կարծեք թե դրական են տվել պատասխան այս համանadrական փոփոխություններին, իրենք սիրում են, որ եթե դու նույնիսկ դեմ ես, դու այդ դեմը կոնստրուկտիվ դաշտում հիմնավորես, այսինքն կոնստրուկտիվ դաշտում ես եղել, թե ուղղակի, այսպես ասեմ, առճակատման ես գնում։ Հիմա հենց այդ հանդիպումից հետո մենք հանդիպեցինք նաև եվրոհանձնակատար Հանսի հետ, Հաննի հետ կներեք, որը ընդայնման գծով հանձնակատարներ եւ առաջի այցներ, եւ մենք այդտեղ ներկայացրեցինք, որպեսզի դուք այլևս չասեք, թե դուք կոնստրուկտիվ դաշտում եք եղել, թե չէ, մենք կոնստրուկտիվ նաև որոշակիորեն ճնշումներին դեմ հանդիման գնալով, հասկանալով, որ թիրախ ենք դառնում, մենք այս առաջարկները իշխանություններին կատարել ենք։ Եվ եթե իշխանությունները ընդունեն, նոր արդեն հնարավոր կլինի ինչ-որ բան քննարկել, բայց այս պահին, քանի դեռ իրենք չեն ընդունել, ինչպես միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, նաև մեր միջազգային գործընկերոջն ասեցի, մենք դեմի շրջանակում ենք գործում, մենք դեմ ենք, մենք կողմ ենք բովանդակային փոփոխություններին, մենք կողմ ենք բովանդակային բարեփոխումներին, ոչ թե իմիտացիային։ Իսկ որպեսզի իմիտացիա չլինի, մենք այնպիսի առաջարկներ ենք արել, որ առանց սահմանադրության փոփոխության էլ հիմա գործնական քայլերով հնարավոր է կյանքի կոչել։ Տեսեք, այս օրերին կառավարությունը ազգային ժողովի խմբակցություններին ներկա, այսպես ասեմ, գրություն է ուղարկել, որպեսզի այդ կոռուպցիոն կոչվող հանձնաժողով կամ խորհուրդ կներեք, խորհրդում մասնակիցներ ներկայացնեն։ Գիտեք, մենք
Մենք երկուսով մի փոքր կարծում եմ գրագետ անձնավորություն ենք, մանկության ժամանակ Բարոն Մյուխանյանի մասին գիրքը կարդացել ենք, հիշում եք, չէ՞, այդտեղ մի պատմություն կար, ինչպես էր ինքը ճահիճից իր մազերը բարձրացնելով դուրս հանել իրեն ճահիճից։ Հիմա մեր իշխանությունները նմանատիպ վարքագիծ են դրսևորում, կոռուպցիան ամբողջովին արմատացած է հենց գործադիր իշխանությունում, թե որեսդիր, ընդհանրապես կառավարման համակարգի մեջ, որ իշխանությունն է ձևավորում, եւ իրենք էլ կոռուպցիայի դեմ абսուրդ։ Կոնստրուկտիվ դիրքորոշումը չի ընդհանրում նորից հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալ, թե կոնստրուկտիվ դիրքորոշումը ինչպես միշտ առաջարկ է իրենից ներկայացնում եւ մեր խմբակցությունը այդ առաջարկը բնականաբար կանի։ Ուստի եւս մեկ անգամ առիթից օգտվելով այն համոզում ունենք, իմիջիալոց կետերից մեկը դա էր, որ վերահսկիչ լծակներ պետք է տրվեն ընդդիմությանը։ Այսօր այդ հնարավորությունը կա։ ԱԺ կանոնակարգ օրենքով կամ ընդդիմության մասին առաջարկների մեջ է մտնում, հա, ընդդիմության մասին օրենքի ընդունում, ընդդիմության օրենքով վերահսկողական լուրջ լծակներ։ Այո, այդ առաջարկը եւս Սերժ Սարգսյանին ներկայացվել է։ Ինչպես նաեւ օրինակ լրագրողներից կամ հրապարակախոսներից, ինչպես ասեմ, չգիտեմ, գրել էր, եթե գնացել են իրենք պարտադիր պետք է այնտեղ քննարկեն արտահերթ ընտրությունների հարցը։ Առանց կարդալու, որ երրորդ կետը եղել է արտահերթ ընտրությունների հարցը։ Գիտեմ, ձեր երրորդ կետը արտահերթ ընտրությունների հարցն է, ձևակերպված այսպես, արդեն բարեփոխված սահմանադրությամբ համապետական նոր ընտրությունների անցկացում։ Դե մինչև սահմանադրությունը բարեփոխենք, արդեն համապետական հերթական ընտրությունների ժամանակն է գալիս։ Ես այն կարծիքն ունեմ, որ ցանկացած պարագայում թեկուզ 1 ժամ առաջ, եթե մենք իրականացնենք այդ փոփոխությունները, դա շատ լավ է, որովհետև մի քանի քաղաքացի գոնե Հայաստանում կմնան։ Իսկ եթե մենք ավելի գործնական տեսանկյունից նայենք, պատկերացեք մեր կառավարման համակարգի հետ հիմա բոլորն ասում են, որ սա լավ կառավարման համակարգ չի, մարդակենտրոն չի, հակակշիռների մեխանիզմ չկա, միահեծան ինչ-որ եւ այլ եւ այլ։ Բայց մենք եթե ավելի լավ կառավարման համակարգ ենք ստեղծելու, ինչու այն անմիջապես չներդնենք։ Ինչու հետաձգենք։ Առավել եւս, որ ներդնելու պարագան շատ ավելի արագ կարող է լինել, եթե սահմանադրության բարեփոխումները մինչև քննարկումներ, մինչև պատրաստի տեքստի քննարկումներ, ընդ որում խոսում է երկու տարբերակների մասին, մինչև դա կքննարկվի, մինչև հանրաքվե եւ այլն, 16 թվականն անցավ, 17 թվականին էլ խորհրդարանական Ես կարծում եմ, եթե այդ հասարակական, քաղաքական համախմբումը լինի, ինչի մասին միջայլոց Վենետիկի հանձնաժողովը կոնկրետ նշել էր, որ համաձայնություն պետք է լինի։ Եթե համաձայնությունը լինի, մենք շատ արագ կարող ենք այդ փուլերն անցնել եւ այդ արտահերթ ընտրությունները իսկապես տեղին կլինեն։ Ցանկացած պարագայում դա կետերից մեկն է։ Թե չէ, հանձնաժողովը պիտի աշխատի, հանձնաժողովը պիտի տեքստը հեղինակի։ Բան չունեմ ասելու, բայց հանձնաժողովում բավականին պրոֆեսիոնալ անձինք են հավաքված, իրավական առումով իրենք շատ արագ կարող են կյանքի կոչել տեքստը, բայց բոլորս քաչ գիտենք, որ կարևորը այստեղ քաղաքական համաձայնությունն է, որտեղ սահմանադրությունը այնուամենայնիվ ոչ միայն իրավական փաստաթուղթ է, այլ տվյալ պահի քաղաքական համաձայն դաշտ է։ Իշխանությունն արդեն գիտի, թե ինչ է ուզում սահմանադրությունից կոնկրետ կառավարման համակարգի փոփոխության հարցով, թե դեռ կողմնորոշված չի, որովհետև իրենք չգիտեն այդ իշխանափոխանցման գործընթաց պետք է անեն, թե չպետք է անեն, այսինքն Սերժ Սարգսյանը այլ ձևով ղեկավարի, իրենք չգիտեն հետորդի հարց առաջանալու է, թե չէ, ինչ ձևի պետք է իշխանափոխությունը լինի, իշխանափոխանցում ավելի ճիշտ իրենց համար լինի։ Հարցերը շատ են, բայց ես մի կարևոր հարցի վրա եմ ուզում անդրադառնամ ու հենց այնպես չէր այդ կետերի մեջ 100% համամասնականը եւ քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, որը տեղյակ եք դեռևս 2010 թվականից Դաշնակցության հետ միասին ներկայացրեցինք, ոչ միայն այդ կետերը, այլ կետեր եւս, եւ քաղաքական դաշտը այսօր բացի հանրապետականից բոլորը դրան կողմ են։ Հիմա նայեք, մենք 1995-ին ունեցանք կեղծված ընտրություններ եւ կեղծված սահմանադրություն։ 2005-ին ունեցանք եւս մեկ կեղծված սահմանադրություն, այսինքն մարդիկ չմասնակցեցին, գրվեց, որ 70, չգիտեմ քանի տոկոս, թե 60 քանի տոկոս մասնակցություն է եղել։ Հիմա եթե այսպես գնա, այս հանրաքվեն էլ է կեղծելու։ Եթե սահմանադրությունը ի սկզբանե կեղծվի, բնականաբար ինքը չի կարող աշխատել, դա մեկ։ Երկրորդ խնդիրը կառավարման համակարգերը աշխարհում երեքն էլ օգտագործում են եւ նախագահական մաքուր,
ինչպես Միացյալ Նահանգներում է, կիսանախագահական, ինչպես Ֆրանսիայում է, եւ վարչապետական, խորհրդանական, ինչպես Գերմանիայում է։ Երեքներ փայլուն ժողովրդավարական, ազատ մրցակցային շուկա, մարդու իրավունքների պաշտպանությամբ համակարգեր են։ Բայց բոլոր այդ համակարգերում սահմանադրությունը կամ սահմանադրական այդ մոդելը, կառավարման մոդելը աշխատել է այն դեպքում, երբ որ եղել է ընտրական համակարգ։ Հայաստանի պարագայում ինչ կառավարման համակարգ էլ ուզում ես ներդրի։ Միևնույն է, եթե մենք չունենք կառավարման համակարգին համահունչ ընտրական մեխանիզմներ, ընտրական process չկա Հայաստանում, ամեն ինչ դրանով ավարտվում է։ Բայց կարծում եք, եթե ձեր առաջարկը նույնիսկ ընդունվի, հա, ընտրական համակարգի հետ կապված ունեիք, չէ՞ առաջարկ։ Այո, երկու առաջարկ ընտրական։ Ոչ 100% համամասնականով լինի։ Առաջարկներից մեկը որոշակիորեն է առնչվում կուսակցություններին ֆինանսավորման խնդիրը, որպեսզի այն օլիգարխի կախվածության մեջ չլինի, եւ կուսակցությունները կարողանան իսկապես քաղաքական արդյունավետ պայքար մղեն եւ ոչ թե մեկ խումբը, որը իշխանության գլխին ամբողջ ռեսուրսի ձեռքին կենտրոնացնի, ոչ միայն այսպես ասեմ պետական բյուջեները կուսակցությունը, այս դեպքում հանրապետական կուսակցությունը զորացնելու համար, այլ նաեւ կողքի ֆինանսները բացառապես իրեն համար ծառայեն եւ մնացածին չթողեն, այլ հենց քաղաքական արդյունք ունենան կուսակցությունները տալու, որովհետև իրենք պետական պատվերն են կատարում եւ ոչ թե օլիգարխիկ։ Նույնիսկ իշխող կուսակցության պարագայում մեզ համար էական է, որ իրենք կարողանան որոշակի այն քաղաքական տարը, որ կա կուսակցությունների ներսում իշխող, իրենք կարողանան այդ ֆինանսների հաշվին ազատ գործել։ Ել չեմ խոսում ընդդիմադիր կուսակցությունների մասին։ Կարծում եք, որ իշխանությունը այսպես կասի, լավ, եկեք ֆինանսավորենք կուսակցություններին ընդդիմադիր, որպեսզի զորանան եւ մեր իշխանությունը։ Սա մեր, այսպես ասեմ, առաջարկներն են, պահանջներն են, որովհետև ցանկացած պարագայում մենք տեսնում ենք, թե որ դեպքում մենք կարող ենք խնդիրները լուծել։ Հակառակ պարագայում, եթե նույնիսկ հիմա 100% ասենք համամասնական ընտրակարգ ընդունեցին, բայց չեղավ քաղաքացիների ցուցակների հրապարակելու կետը, սա նշանակում է, որ այն 500,000 ձայնը, որ իրենք հավելագրում են իրենց այն դատար գյուղերի հաշվին, նորից հավելագրելու են ու հանրապետական կուսակցությունը այս դեպքում արդեն մեծամասնություն կստանա այդ հավելագրված ձայների հաշվին արդեն համամասնական ընտրական։ Եվ երրորդ ընտրական համակարգի հետ կապված դա համամասնական 100% անցնելու պահանջներ, որ քաղաքական դաշտում բաց իշխանությունից բոլորը Բայց մենք մի քիչ չենք չափազանցնում այդ 100% համամասնականի նշանակությունը։ Ասեմ, ոչ թե մի փոքր չենք չափազանցում, իրականության մեջ Միացյալ Նահանգներում ամբողջովին մեծամասնական ընտրակարգ է։ Բայց խնդիր չկա։ Բայց ես ասեմ, ինչի չենք չափազանցում։ Հիմա նայեք, երբ որ համամասնական ընտրակարգ գա Հայաստան կառավարման համակարգ ընտրություններ, այդ դեպքում տեսեք մենք ինչից ենք ազատվում։ Հիմա ինչպես է, ամեն մի մեծամասնական պատգամավոր, չէ, տեխնացու պետք է ապահովի նաև համամասնականի համար համապատասխան ձայներ։ Այս դեպքում արդեն այն պատգամավորները, որոնք ձայն բերող պատգամավորներն են, պարզ է, որ իրենք արդեն հասկանում են, որ եթե իրենք ցուցակի ասենք մեջտեղից դեպի վերև են ընկնում, իրենք որքան էլ ձայն բերեն, իրենք պատգամավոր չեն դառնալու։ Այսինքն հսկայական մի տարածք կազատվի մարդկանցից, որոնք ձայն չեն բերում, այսինքն այն մրցակցությունը, որ կար ամբողջ Հայաստանի տարածքով արդեն կիսվում է։ Իսկ միգուցե բնավել այդպես չի իրականում։ Չէ, այսինքն շատ դեպքերում մեկնաբանությունը այսպես է, որ մեծամասնականները իրենց տարածքներում փողերը բաժանում են եւ այդ ֆինանսական բաների միջոցներով դառնում են ազգային ժողովի պատգամավոր։ Այս նաեւ համամասնականի համար էլ հա ինչ որ չափով ձայնը բերում են կամ չեն բերում։ Դե միա պատկերացրեք, ես եթե 70 հիմա ես ասում եմ, եթե ինքը մեծամասնականով չի առաջադրվելու հնարավորություն չունի, ինքը այդ ֆինանսական միջոցները կծախսի կուսակցության ցուցակում տեղ կունենա եւ կուսակցական ցուցակով կդառնա պատգամավոր։ Այդ դեպքում ինքը շատ գումար պետք է ծախսի, որ բարձր տեղերում լինի, որովհետեւ այն անձիկ, որոնք արդեն ավելի ստորին տեղերում կլինեն, իրենք էլ կոպիտ ասենք, եթե փողը բաժանում է, որպեսզի իրենց տան, փողը բաժանում է, որպեսզի տան այդ կուսակցությանը որևէ։ Չէ։ Այս դեպքում այդպես չի, որովհետև ինքը ոչ միայն փողը ընդամենը առավելագույնը կարող է 10-12% ձայն բերի, դա առավելագույնն եմ ասում։ Իրականության մեջ իրենք այլ լծակներն էլ են չօգտագործում, այդ ընտրակեղծիքների, տեղամասերում ծեծու ջարդի, լցոնումների, այսպես ասեմ բրիգադների, որ կարուսելով ման են գալի, դրանք բոլորը այդ մեծամասնականի
աշխատանքը պետք է լինի։ Ես հիմա դժվարանում եմ այսպես կոնկրետ եզրանկման գալ, որ տարբերակ պրակտիկան դա ապացուցել է եւ հենց այնպես չէ, որ քաղաքական ուժերը դաշնակցությունը 90-ականների սկզբից Հայաստանում քաղաքական ընտրական process-ի փորձառությունն է։ Հենց այնպես չէ, որ նաեւ դաշնակցություն է պահանջում, հենց այնպես չէ, որ հակն է պահանջում, հենց այնպես չէ, որ բարգավ բոլորը գիտեն։ Նույնիսկ այն անձիկ, ովքեր կեղծիքներ արել են եւ կեղծիքների մեջ վարպետացել են, իրեն գիտեն, չէ, որ դա բավականին, այսպես ասեմ, լավ աղբյուր է կեղծիքների, դրա համար բոլորը ուզում են, որ 100% համամասնական, բայց այստեղ մի խնդիր էլ կա, 100% համամասնականի պարագայում ես օրինակ դեմ եմ, որ միանգամից ռեյտինգային լինի։ Որտեւ այս դեպքում իշխանությունները մտավախություն ունեն, ես, որ ոչ միայն կազդեն ցուցակների վրա, այսինքն համամասնական, այլև ներկուսակցական խնդիրներ կփորձեն լուծել։ Այսինքն, կուսակցության առաջնորդը, որ իր կուսակցականների շրջանում մեծ հեղինակություն ունի, հնարավոր է այնպես լինի, որ ասենք մի 10 հոգուց ինչ որ ձևով պակաս ձայն ստանա եւ ասեն, տեսեք, ոչ թե ինքն է առաջնորդ հասարակության մոտ, այլ էս անձիկ են ու դա կեղծիքով կարող է լինել։ Ինչ անենք, եթե մենք կուսակցություններն ենք ավելի ուժեղացնում այդ համակարգն են կայացնում, որ կուսակցությունը, այսինքն իշխանությունը կեղծիքների միջոցով կփորձի հասարակական ինչ որ կարծիք ստեղծել, որ ոչ թե տվյալ առաջնորդն է իր կուսակցականների մոտ հեղինակություն եւ իրականությունը դա է, այլ անձիկ, որոնք իշխանության, այսպես ասեմ, դրա տարբերակն էլ կա։ Գործակալներ մեջ բան չկա, որ տարբերակը չլինի։ Թող առաջին 3 համարները ռեյտինգային չլինեն, մյուսները ռեյտինգային լինեն։ Չէ, ես կարծում եմ դեռևս մենք պետք է երկու ընտրություն կարողանանք առանց ռեյտինգայինի անցնենք իսկապես հասարակության կողմից լեգիտիմ ճանաչված ընտրություն, հետո ռեյտինգայինն եմ կողմ, մեծամասնականին եմ դրանից հետո կողմ, երբ որ մենք ընտրական համակարգը վերջապես կարողանան կյանքի կոչել։ Այս առաջարկների նկատմամբ ինչ վերաբերմունք կար այդ քննարկման ժամանակ եւ դրանից հետո եւ ինչ կլինի, եթե առաջարկները ընդունվեն։ Եթե առաջարկներն ընդունվեն, բնականաբար քննարկում կլինի արդեն մեր կողմից, թե ինչպիսի բովանդակային քննարկումների նկատի ունեմ կուսակցության ներսում քննարկում կլինի, որ առաջարկներն ընդունվել են, բնականաբար մենք ինչ-որ ձևով պետք է այդ վերաբերմունքին պատասխան տանք։ Բայց այս պայդրությամբ դեռևս որևէ առաջարկ ընդունված չէ եւ նորից եմ կրկնում, մենք մնում ենք դեմի շրջանակում, որովհետեւ մենք իմիտացիային դեմ ենք։ Այն առաջարկները, որ մենք արել ենք, դրանք բոլորը այնպիսի առաջարկներ են, որոնք մի քանի բան են ապացուցում։ Առաջինը, իշխանությունը իսկապես քաղաքական կամք ունի բարեփոխում իրականացնելու եւ ոչ թե իմիտացիա։ Երկրորդ, այն անվստահության պատը, որ գոյություն ունի իշխանության նկատմամբ, այն լեգիտիմության պակասը, որ գոյություն ունի իշխանության մոտ, այդ լեգիտիմության պակասը նվազեցվի, այդ անվստահության ալճիշտ պատը մի փոքր մեղմացվի եւ այս առումով այդ առաջարկների ընդունումը իսկապես կարեւոր է, բայց ցավոք սրտի այս պայդրությամբ դեռևս առաջարկների հետ կապված պատասխան չունենք։ Բավականին լուրջ բովանդական քննարկում ունեցանք այս առաջարկների շուրջ, ուստի եւ հանրապետական կուսակցության իմ գործընկեր Էդուարդ Շարմազանովի ասածով արդեն գնդակը իրենց դաշտում է։ Այդպես մի ասեք, թե չէ գնդակը շատ ուժեղ են դաշում հետո տեղը։ Դա հիմա։ Լավ, մինչև փետրվարյան դեպքերը այսպես կարծես հավասարակշռության գնացող իրավիճակ կա հայաստանյան ներքաղաքական դաշտում օրակարգ թելադրելու եւ օրակարգ ձևավորելու մասով իշխանությունը իր օրակարգներ առաջ մղում, ընդդիմությունը իր օրակարգներ։ Ես կարծում եմ ընդդիմության օրակարգը ավելի առաջնային էր դա այդ պահին։ Մի խոսքով, հիմա արդեն իրավիճակը փոխվեց։ Հիմա տպավորություն ունեմ, որ ամբողջ ներքաղաքական կյանքում օրակարգ թելադրողը եւ ձևավորողը իշխանությունը եւ փորձում է ներգրավել ամբողջ քաղաքական սպեկտրը։ Համաձայն եմ ձեզ հետ, այս պահին հենց այդպես է, որովհետեւ ընդդիմությունը բնականաբար վերադասավորվելու, վերարժևորելու, այսպես ասեմ, խնդիր ունի եւ այդ առումով այս պահին բնականաբար իշխանությունը իսկապես ձևավորող է օրակարգ։ Բայց ես կարծում եմ դա երկար չի կարող շարունակվել, որովհետեւ այն պատճառները, որը բերել էր ընդդիմության, այսպես ասեմ, ուժեղացմանը, այս պահին չի լուծվել։ Ուժերի որոշակի վերաբաշխում կարծում եմ կլինի ընդդիմադիր դաշտում, բայց քանի որ հասարակությունը իշխանություններին դեմ է, ճնշող մեծամասնությամբ եւ խնդիրները քանի գնում խորանում են սոցիալ-տնտեսական,
Ես կարծում եմ որոշակի ժամանակ հետո բնականաբար ինչ որ նոր ընդդիմադիր դաշտ կլինի, հին խաղացողներով, նոր խաղացողներով, ուստի եւ երկար ժամանակ դա չի կարող շարունակվել։ Տեսեք, մենք խայտարակ սոցիալ-տնտեսական ցուցանիշներ ունենք։ Արդեն մեր արտաքին պարտքը դարձավ 5 միլիարդի մոտ սոցիալ-տնտեսական խնդիրներին։ Հիմա այս նոր իրավիճակում ժառանգության քաղաքական օրակարգը եւ այդ օրակարգի առաջնահերթությունները որոնք են։ Ի վերջո այն ժամանակ կար իշխանությունը իր առաջարկներով, համանդրական բարեփոխումներ, հետո համապետական ընտրություններ եւ այսպես շարունակում ենք եւ կար երակի ձևաչափը, որ արտահերթ զարգացումներ, իշխանափոխություն, նոր սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում եւ այլն եւ այլն։ Հիմա ժառանգության օրակարգում ինչ է էլի արտահերթ ընտրություններ, արտահերթ զարգացումներ, քանի որ այդ խնդիրները չեն լուծվել, հասարակության խնդիրները մնացել են նույնությամբ մի բան էլ վատանում են, թե այդ գործընթացները սահուն աննշմար քայլերով գնում են դեպի համանդրական բարեփոխումներ եւ 2017-ի խորհրդարանական ընտրություններ։ Բարդ հարց եք տալի, որովհետև օրակարգի առումով ոչինչ չի փոխվել մեր մոտ։ Սահմանադրական փոփոխություններին մնում ենք այս պահին դեմ, արտահերթ ընտրությունների պահանջը մնում է օրակարգում, բովանդակային իրական բարեփոխումները երկրի մնում է օրակարգում, մեր արտաքին նախընտրությունները Եվրասիական տնտեսական միությանը դեմ լինելը, Եվրոպայի հետ ավելի ջերմ հարաբերություններ հաստատելը, առավել ջերմ հարաբերություններ հաստատելը Իրանի հետ, Չինաստանի հետ, մեր հարևան Վրաստանի հետ, դրանք մնում են մեր օրակարգում եւ ցանկացած պարագայում օրակարգային առումով ոչինչ չի փոխվել։ Այստեղ ամբողջ խնդիրը կայանալու են դառնում, թե ընդհանրապես քաղաքական դաշտում ինչպիսի գործընթացներ կլինեն, որովհետեւ ամենայն դեպս մեր համար ակնհայտ է, որ որևէ մեկ քաղաքական ուժ չի կարող միայնակ իշխանափոխություն իրականացնել եւ դա էր նաեւ պատճառը, որ երեք ընդդիմադիր ուժերի համագործակցություն էր ձևավորվել, որովհետեւ այդ համախմբան անհրաժեշտությունը կար։ Թե հիմա այս ժամանակահատվածում ինչպիսի իրադարձություններ տեղի կունենան, որտեղ հասարակական տրամադրությունը մի կողմից ապաթիայի մեջ է, ընդունում ես դա, հուսալքություն կա, բայց մյուս կողմից էլ տրամադրությունների ես չեմ ցանկանում, անցանկալ ինձ համար, բայց խիստ ծայրահեղականացում կա, որը դեպի պայթուն է գնում։ Այսինքն պայթունային տրամադրություններն են արդեն գերակադառնում հասարակության մեջ։ Թե հիմա ինչպես կգնա այս բանը ես դժվարանում եմ ասել, որովհետև նաև արտաքին զարգացումներից է շատ բան կախված։ Շատ լավ։ Ուստի եւ մի փոքր այս դեպքում ինձ թույլ տամ վերապայել ասել, այս բան չեմ կարող ասել, թե որ ուղղությամբ կգնա։ Շատ լավ, մեր ժամանակն արդեն սպառում է եւ վերջում շատ ավելի կարեւոր մի իրադարձության մասին տեղեկացնեմ, քան ամբողջ քաղաքականությունը։ Այսօր իմ զրուցակիցը Արմեն Մարտիրոսյանը նորից հայր է դարձել, նորից ընտանիքում հնարավոր է որ եթեր գնա, արդեն ես հայր լինեմ նոր։ Հա, երրորդ անգամ հայր լինեմ։ Չգիտեմ, ցանկացած պարագայում մենք դեմոգրաֆիկ խնդիր ունենք, իսկ երրորդ երեխայից հետո նոր արդեն աճ է գրանցվում։ Ուստի նաև այդ գործին եմ մի փոքր լծվել կնոջս հետ միասին եւ կնոջս բարի ազատում։ Առաջ Աստված։ Ես էլ ձեզ ասեմ աշներդ լույս լինի, շնորհավոր, հա, ձեր տիկնոջ, ձեր ծնողների բոլորի թող առողջ բալիկ լինի։ Շնորհակալություն։ Աստված բոլոր բալիկներին պահապան լինի։ Այսքանը սա երկրի հարցը ծրագիրն էր, ես այսօր զրուցում էի Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, լավ մնացեք։